Ես հիմա մանրամասը լսում եմ ձեզ։ Ես հիմա մանրամասը կանդրադառնամ եւ պատկան մարմիններին, պարոն վարչապետին, ազգային անվտանգության տնօրենին, ներողություն, ինչպես մեր ազգային անվտանգության տնօրենի ազգանունը։ Ինչ ասում ես, չեմ հասկանում։ Մի լսեք էլի իրան։ Չէ, դերեք չէ։ Մեր ազգային անվտանգության տնօրենի ազգանունը ինչպես է։ Գիտեք, ես չգիտեմ, ինչպես է, կարող եք ինձ հուշել։ Տնօրենի ազգանունը, ազգային անվտանգության։ Հա? Սիմոնյան։ Կանդրադառնամ պարոն Սիմոնյանին, կանդրադառնամ հիմա ես գլխավոր դատախազ Տիկին Վարդապետյանին եւ կանդրադառնամ վարչապետի աշխատակազմի ղեկավար Գագիկ Իսախանյանին։ Զրույցը հետաքրքիր է լինելու։ Դա իհարկե հաճելի է, որ դուք այս ամեն ինչը ուղիղ եթեր եք տալի եւ դնելու եք ձեր կայքերում։ Ես այս քաղաքացիներից մեկն եմ տուժող։ Այս քաղաքացիները բազմիցս իրենց բողոքի ձայն են բարձրացրել գլխավոր դատախազության դիմաց, քննչական կոմիտեի դիմաց, կառավարության շենքի դիմաց եւ այստեղից նորից քննչական կոմիտե, նորից գլխավոր դատախազություն, նորից այստեղ եւ այսպես։ Մի խոսքով էս դուժած քաղաքացիները էքսկուրսիա են կազմակերպում մեզ համար։ Սա հասկանալի է։ Հիմա դուք պատեք ինչ եք դուժել, որ կայքի ոնց է խաղում։ ներողություն, ես հեսա մանրամասը կանդրադառնամ, եկեք առաջ թռնենք։ Ես դուժվել եմ Հելոբիտից։ Հելոբիտ ֆինանսական ներդրումային հարթակից, որը գործել է Հայաստանում, ես կոնկրետ թվերով եմ ասում, 2024 թվականի սեպտեմբեր ամսից բարեհաջող կանաչ ճանապարհ են ցույց տվել այդ հարթակին, աշխատել է մինչև 2025 թվականի նոյեմբերը, փաստորեն 1 տարուց ավել, որը ունեցել են բազմաթիվ գրասենյակներ Հայաստանի բոլոր տարածքներում, գրասենյակներ են բացել, բուկլետներ են տպագրվել, բաժանվել քաղաքացիներին, ավտոմեքենաների վրա եղել են լոգոները, բոլոր խանութներում, վարսավիրանոցներում, բենզալեցակայաններում, շատ վայրերում եղել են գովազդ 24 ժամյա ռեժիմով եւ դա տևել է ամիսներ շարունակ։ Հիմա պարոն Սիմոնյանը որպես ազգային անվտանգության տնօրեն հարց եմ ուղղում իրեն, պարոն Սիմոնյան, սա ազգային անվտանգության հարց է։ Ձեր ազգային անվտանգությունը այդ ժամանակ ամիսներ շարունակ որ կողմն է նայել, ոնց չի տեսել այդ ամեն ինչը։ Հուսով եմ, որ պարոն Սիմոնյանը կարձագանքի ինձ։ Դուք կոնկրետ ինչքան գումար եք տուժել, ինչ եք արել, մի հատ պարզ ասեք, հասկանամ։ Ես տուժել եմ $12,000 չափով գումար, որը ներդրել եմ Հելոբիտի մեջ։ Եթե դա կարևոր է ասեմ, դա ես կարելի չասեմ, որտեղ այդ բոլոր փաստաթղթերը քննչական կոմիտեում կա, որպես տուժող եմ ճանաչվել։ Ես դա ասեցի հասցին պատասխանեցի։ Թող ես իմ մտքերը շարադրեմ։ Հիմա ինչ է ստացվում։ Քննչական կոմիտեն շաբաթը մի անգամ կամ ամիսը մի անգամ մի քաղաքացու կանչում է, որպես տուժող է ճանաչում եւ ուղարկմատուն։ Տպավորություն է ստեղծվում, որ քննչական կոմիտեն գործը ձգձգում է։ Թե ինչա ձգձգում, ես չեմ հասկանում։ Միգուցե կոծկելու համար է ձգձգում, միգուցե, ես դա չգիտեմ։ Գլխավոր դատախազությունում մենք եղանք հանդիպում ունեցանք գլխավոր դատախազությունում։ Հանգամանորեն ներկայացվեց ամեն ինչը։ Արդյունքը 0, որովհետև բոլորը գիտակցում են, որ դա եղել է իրենց բաց թողումը, որովհետև ոնց կարող պատահի, ինչ որ մի կառույց ֆինանսական հսկայածավալ գործունեություն ծավալի Հայաստանի Հանրապետությունում, ես նորից եմ շեշտում, ֆինանսական հսկայական գործունեություն ծավալի Հայաստանի Հանրապետություն եւ չունենա կենտրոնական բանկի լիցենզիա։ Դուք պատկերացնում եք, հարց առաջան, պարոն Սիմոնյան, պարոն ազգային անվտանգության տնօրեն, բա ձեր կառույցը որտեղ է նայել։ Այո, դուժող ճանաչել եմ քննչական կոմիտեում։ Պարոն դուք խնդրում ես շարադրեմ վերջում դուք հարցերը կտաք։ Ներողություն, մենք շարադրություն չենք եկել լսենք։ Մենք ուզում ենք հարցերի պատասխաններ ստանանք, հասկանանք ինչի մասին է խոսքը։ Ես հասկանում եմ, որ դուք ինչ-որ տեքստ եք պատրաստել, բայց մենք չենք։ Ես որ միտքս կվերջացնեմ, նոր դուք հարցերը կտաք, ոնց որ այցիկ պարոն Կարագոզյանին։ Հիմա հարցը սողում եմ գլխավոր դատախազ Տիկին Վարդապետյանին։ Ազգային ժողովում պատգամավոր Հովիկ Աղազարյանը կոնկրետ հարց տվեց Տիկին Վարդապետյանին վերաբերվող կիբերհանցագործություններին։ Տիկին Վարդապետյանը պատասխանում է, որ մենք նման գումարի վերադարձի նման մեխանիզմ մենք չունենք, հանցագործներին կբռնենք եւ դրանց միջոցով կվերադարձնենք գումարները։ Հիմա հարց առաջանում, Տիկին Վարդապետյան,
բա այս քաղաքացիները ինչ գործ ունեն հանցագործների հետ։ Դուք պետք է կանխեիք, ձեր կառույցները դա պետք է կանխեր, այլ ոչ թե թողեր որ ամիսներ շարունակ ծաղկեին եւ բարեհաջող Հայաստանից հեռանային։ Հետևից էլ երևի ջուրեր շփե, որ բարի ճանապարհ ձեզի։ Այսա արդեն տիկին Վարդապետյանին։ Հիմա անդրադառնամ պարոն Իսախանյանին, Գագիկ Իսախանյանին։ Ընտրությունների ժամանակ, երբ որ քարոզարշավ էր ընթանում, Եղվարդ քաղաքում ես մոտեցա մոտենալ պարոն վարչապետին եւ կիբերհանցագործության հարցը բարձրացնել։ Կտրուկ, որտեղ sense հնարավոր չի մարդիկ խափնվեն թալանեն եւ թալանվեն եւ ոչինչ տեղից չշարժվի։ Իհարկե թույլ չտվեցին, որ ես վարչապետին նման հարցը տայի։ Ես մոտեցա Գագիկ Իսախանյանին եւ ներկայացա որպես ինչքան հասկացա աշխատակազմի ղեկավար։ Եվ Գագիկ Իսախանյանը մի փայլուն միտք արտահայտեց։ Ինձ հարց ա տալ, դուք ո՞ր հարտակից եք տուժվել։ Ասում հելոբիտից։ Դե ասում ա դե դու գումարես դրե տուժվել ես, այն մյուսներ գումարա դրե օգտվել ա։ Ինչ փայլուն միտք արտահայտեց։ Հիմա ես պարոն Իսախանյանին ուզում ասել, հարգելի Իսախանյան, հարգանքներս ձեզ, առաջի հերթին, որ ձեր եղբայրը զոհվել է իմ որդու հետ միասին, այս երկրի համար։ Դրա համար հարգանքներս ձեզ։ Պարոն Իսախանյան, դե որ այդպես է, բա այդ կառավարությունը ինչի անգել են նախկիների թալաները ուզում վերադարձնի։ Նրանք թալանել օգտվել են, մենք էլ տուժվել ենք։ Ուրեմն քվիտ է, մարդկանց թալանվածը վերադարձ թող գնան։ Սա է զուգահեռներ եմ տանում պարոն Իսախանյանի ասացի եւ իմ ասացի միջև։ Կլինի նման ձևով վերաբերվել է տուժած քաղաքացիներին, որոնց որ իրենց վատ աշխատանքի պատճառով մարդիկ տուժվել են։ Մի հարց կարելի է, այդ ես կոնկրետ չգիտեմ հելոբիտը ինչով է զբաղվում, ինչա, ինչի համար եք ներդրել, որ խնդրեմ ու ենթադրում եմ, որ մեր տեսախցիկին հետևող մի շարք քաղաքացիներ նույնպես չգիտեն։ Մի հատ որ բացատրեք, հա։ Ուրեմն հելոբիտը աշխատել է Հայաստանի Հանրապետություն 2024 թվականի սեպտեմբեր ամսից, ներկայացել է որպես ներդրումային խումբ, բացել է օֆիսներ Հայաստանի տարբեր վայրերում, բուկլետներ է բաժանվել, ճաշկերույթներ, խնջույքներ, դպրոցներում բաժանվել են օգնություններ հելոբիտ լոգոներով, ծերերին բաժանվել է օգնություն հելոբիտ լոգոներով եւ այդ ամենը գովազդվել է եւ այդ բոլոր գովազդները, որը կազմում է մոտարպես 300-ը ֆոտո վիդեո փաստերը, տրամադրվել է գլխավոր դատախազություն, տրամադրվել է քննչական կոմիտե։ Ներողություն հարգելիս, դուք $12,000 ինչի համար եք ներդրել, որ ինչ լինի։ Ուրեմն դա եղել է ներդրումային ֆոնդ, դու դա գումարը դնում ես, ասնելով այդտեղ կոդեր ա գալի եւ կոդերը դու դա Հայաստանում հանդիսացել է որպես ներդրումային խումբ, բայց վերջում պարզվեց, ինչպես մեզ բացատրեցին, արդեն ամեն ինչ վերջանալուց հետո քննչական կոմիտեում դա եղել է փողերի լվացում Հայաստանում։ Եվ ես քննիչին հարց տվեցի։ Ձեզ ինչ են առաջարկել, որ դուք գայթակղվել եք, այդքան մեծ գումար ներդրել եք։ Գումարը ներես դնում, մեկ ամիս հետո դու դրա գումարը կրկնապատկած հանում ես։ Եվ դա օրինական է, օրենքի սահմաններում է։ Մարդիկ վստահել են, որ դա ունեցել է եւ կենտրոնական բանկի կողմից լիցենզիա, որովհետեւ ոնց կողապատեի հանցագործ խումբը Հայաստանում մեկ գովազներ տարածի ամիսներ շարունակ, օգնություն բաժանի ծերերին, դպրոցներին եւ ոչ մի պատկան մարմնի կողմից հարց չտան դրան։ Եղբայր, դու լիցենզիա ունես, որ դու Հայաստանում ֆինանսական գործունեություն ես ծավալել։ Ոչ ազգային անվտանգությունը, ոչ քննչական կոմիտեն, ոչ կիբերհանցագործության վարչությունը, ոչ գլխավոր դատախազությունը այդ հարցերը չեն տվել։ Եվ հելոբիտը բարեհաջող իր գործունեությունը ավարտել է Հայաստանում, ասել է ստեղծություն հայ ժողովրդուն հեռացել է։ Եվ ոչ միայն հելոբիթը, եւ ոչ միայն ինչի համար են անտարբերության մատնել, նշանակում է ինչ որ լծակներ, ինչ որ բաներով կապերով կապված է կառավարության։ Մենք ինչ համար են անտարբեր եղել։ Այո, իմ մեջ կա խորը կասկածներ, որ սա ունեցել են հովանավորներ Հայաստանի ներսում, որովհետեւ ոնց կարելի է բաց աշխատել, ժողովրդին թալանել ու 4 իրավապահ մարմիններ, դատախազություն, ազգային անվտանգություն, քննչական կոմիտե եւ կիբերհանցագործության վարչության աշխատողների մոտ հարց չառաջանա, ամիսներ շարունակ։ Այդ փաստերը բոլորը կան, եւ գլխավոր դատախազություն, եւ քննչական կոմիտեում։ Դուք բարձել եք ում ականջներն են երևում այդ հելոբիթի հետևում։ Ոնց կարող ես բարձել։ Դա ոնց կարելի է բարձել։
կասկածներ կան, բայց ես ոնց կարող եմ անուններ ես տալ։ Տեսեք, Եթե- քաղաքացին եթե- քաղաքացին եթե մի ուղղակի ունի կասկածներ, քաղաքացին Այո։ գաղտնի գործակալ չի։ Մենք չենք կարող տեսնել այդ ականջները, բայց մենք կարողանում ենք ենթադրել այդ ականջները։ Այս անգործությունը պատահական չի, անգործությունը միտում ունի։ Եվ մենք ենթադրում ենք, որ իր մեջ պարունակում է լուրջ հանցակազմ, քանի որ չկա պետական պատասխանատվություն եւ պետությունը այս հարցերի դեպքում լռում է։ Լռությունը եւս պատասխան է մեր համար եւ լռությունը մենք գնահատում ենք ապիկարություն, անտեղյակություն։ Միևնույն ժամանակ մարդիկ ունեն կասկածներ, որ կան այնտեղ ձեր նշած ականջները։ Կարող եմ մի բան էլ ավելացնել։ Ուրեմն, այո, կասկածներ կան կասկածներ, որովհետեւ ամենաշ շնորհակ դա աշխատել է։ Հիմա ես տանը մի պարզ զուգահեռ, որ բոլորը դուք տեսել եք համացանցում։ Ընտրություններից առաջ մենք տեսնում ենք համացանցում լուսաբանվում է, որ ընտրակաշառք են բաժանում, ճիշտ է։ Այդ ոնց ստացվեց, որ ընտրակաշառք բաժանողը, որ արել է խիստ գաղտնիության պայմաններում, իսկույն բացահայտվում էր եւ կանխվում էր, բայց Հելոբիթը, որ չունեցել իրավունքներ Հայաստանում ֆինանսական գործունեություն ծավալել, ամիսներ շարունակ գործել է, դա քիչ չի բացահայտվել։ Սա արդեն կասկածների տեղի չի տալի ձեզ։ Հիմա պարոն վարչապետ, դիմում եմ ձեզ։ Դուք մարզերում ընկած, գյուղերում, քաղաքներում ընկած, քարոզում եք